ինչպես ասում են առավոտ կանուխ, առավոտ լուսո ժամը 6-ին, դե ոնց ասում ենք էս էլ իմ օրվա լուքը, իմ հագնելա ոճը, գույները նախընտրած։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ողջույն ձեզ, բարի առավոտ, այսինքն այս պահի դրությամբ առավոտյան ժամը 6-ն է ու ես ձեզ համար նկարահանում եմ հերթական վլոգի նախաբանը, վերջաբանը, կպատկերացնեք այս ժամին արթնացել եմ եւ բնականաբար ինչի համար գնում եմ աշխատանքի մինչ այդ քանի ժամանակ ունեմ արագ այս մի երկու խոսքը նկարեմ, քանի որ շատ հետաքրքիր վլոգ է սպասում, ընթացիկ այնուհետև կդիտեք։ Եղանակներ ահա որ տարօրինակ անհասկանալի եղանակ։ Անձրև, ամպրոպ, ինչպես ասում ենք, այս տարի կարգին գարուն եւ ամառ դերևս չտեսանք։ Դե ինձ սիրելի հետևորդներ, այնուհետև դիտեք շատ հետաքրքիր ձեր սիրելի վլոգներից, ինչը որ ձեզ է դուր գալիս, հիմնականում որոնցից են Կարենչոյից 1 ամսականը, ինչպես ենք նշում, այնուհետև 40-ը, 40 օրականը, ինչպես ենք լողացնում, այնտեղ էլի շատ հետաքրքիր տարբեր խառը բաներ, դերևս ոչինչ չեմ հիշում։ Հա, նաև Կարինկայի ու Նարեկի չարաճճիություններից, թե ինչ էին կազմակերպել, ինչ էին արել, ինչպես ասում ենք, ինչ էին սարքել իմ գլխին, իրականում դե բնականաբար շատ լավ իրողություն, լավ, հետևեք ընթացիկ դիտեք շատ հետաքրքիր լինելու։ Գնացինք։ Կարինկաս Կարենչոյից 1 ամսյակի կապակցությամբ պատրաստում է տորթը։ Պարտադիր միջուկը պատրաստում է մրգային տարբերակով, ելակ, բանան, Կարինկան շատ է սիրում այս տարբերակները։ Դե ինչ, ինչպես տեսակ, ամենը արդեն նախապես պատրաստ է, բիսկվիտը ունենք, պատրաստի կրեմը, մրգերը կտրատված, կարճ ասած ժամանակ չունենք, անցնենք առաջ։ Ձևավորում ենք մեր Կարենի 1 ամսականի համար նախատեսված տորթիկը, նայեք վերջում կտեսնեք ինչ ենք ստանում։ Դե քանի որ բոլորդ արդեն գիտեք, մեզ մոտ բիսկվիտները ստացվում են իդեալական, այն որ ասում են աչքերդ փակ կարող ես պատրաստել։ Ապա Կարինկան պատրաստել է սովորական սերուցք կրեմ տարբերակը, որը բոլորս էլ շատ ենք սիրում։ Տորթի կրեմը մտածված պատրաստում է Կարինկան բաց կապույտ երանգով, ինչպես ինքն է հագնված իր զգեստի տարբերակով, եւ արդեն պատրաստի փոքրիկ գույնզգույն զեֆիր դետալներով շատ պարզ հասարակ սովորական ձևավորում ենք տորթը։ Ապա այստեղ ես գիտեի, որ Նարեկը անակնկալ է պատրաստել Կարինկայի համար ծաղիկների տեսքով, շնորհավորելու համար իր մայր դառնալու 1 ամսվա կապակցությամբ։ Դե ինչ, եկեք ասենք Աստված շնորհավոր անի, Աստված օրհնի բոլորիս, բոլոր սիրող զույգերին։ Դե ինչ, այստեղ արդեն մեր պարզ հասարակ, բայց շատ ախորժալի համեղ շքեղ տորթիկը պատրաստ է։ Ավելացնում ենք իր վրա 1 թվանշանը, խորհրդանշելով մեր Կարենի 1 ամսյակը։ Հետո մեր ճուտիկին հանում ենք քնից մի փոքր տանջելով, փոխում ենք հագուստները, համապատասխան շորեր հագցնելով, քանի որ հիմա անցնում ենք ֆոտոսեսիայի։ Այս երեխեն թե մի բան զգում է, հասկանում է այս կյանքից, երևի թե մտածում է, էսու եմ եկել, էսում ձեռքն եմ ընկել։ Դե ինչ, անցնում ենք մի քանի տարբերակներով ֆոտոսեսիայի կատարմանը, նկարահանմանը, որից վերջում կընտրենք լավագույնները։ Կատ, կոմբալա բամբալա բա։ Էլը բախեց ալուր ջնացին։ Ուй, կայի, նայմի դորա։ Սեցին նկարա, սետ լավ նայմի դու։ Ինում բիրինա, լացիկները ոնց է նայում լուր ջնացին։ Հիմա երեխան մտածում է, էսի իմ տատին է, հաստատ քաշվան։ Այստեղ էլ ինչ-որ թրենդային շնորհավորանքի ձև է, հումորային տարբերակով։
Մի փոքր անց զարմացած մնացինք։ Մեկ ամսական ժամանակահատվածում շատ մեծ ուշադրությամբ նայում էր, հետևում էր հեռուստացույցով մուլտֆիլմին, ուշադիր լսելով, ուսումնասիրելով նաև ձայները։ Ապա հաջորդ օրը կրկին մեր Կարենչոյին տանում ենք եկեղեցի, մի փոքր էլ զբոսնելու, որը իրան շատ դուր է գալիս եւ անմիջական զգում է։ Այնուհետև պետք է տանենք բուժարան, նորածինների համար առաջնային եւ հերթական պատվաստումները ընդունելու։ Ո՞ց եմ մտածում։ Ոյ, մերնեմ ջանին, հեսա ձակուկից բուդիկները ծակելու են, հետո չգիտեմ ինչ են տալու, որ ինքը խմի ուտի։ Ֆուխ։ Ո՞նց է ուտում։ Դե քանի որ քաղցրահամ ինչ որ մի բան էր, շատ ախորժակով ուտում էր։ Ոյ, գույտե մեզ էսա քեզի։ Երևի դուր էր եկել իրան։ Այս փորձությունը հեշտ անցանք։ Ոյ, մերնեմ ջանին, եկավ դաժան պահը։ Չեն կարա ինձ սրսկեն դրա փոխարեն։ Ոխ միսիկին է ինչ երեць կոմջակուպի։ Կարեն չլացես մենակ խնդրում եմ։ Ես մաշկերը փակեմ։ Ոյ, իմ ջոկ։ Ոխ, կանքը։ Կարճ ասած, մենք այս թմբլիկ տոտա բժիշկին կհիշենք, տղես մեծացի։ Հետո եկել ենք տուն, անենց հանգիստ քնելա, դինջացելա, խաղաղ իր համար հեչ վեճնել չի։ Երևի ավեր էր դեղը, դարձել էր ավելի խելոք ու քնկոտ հանգիստ, կարելի է ասել խաղաղված։ Ապա 10 օր անց արդեն մեր Կարենչոյի 40-ի օրն է։ Պետք է լողացնենք բարեկամ հարազատներով, օրհնենք, լավ խոսքեր ասենք, հետո 40 բաժակ ջուր լցնենք, դե ինքներդ դիտեք ընթացքը ինչ ենք անում։ Պատրաստել եմ մարգանցովկայև ջուրը, դե իհարկե վարդի թերթիկներով մեր հրաշքի համար։ Դե ինչ անցնում ենք լողացնելուն, ինչպես ասում ենք Աստված օրհնի, մեր Աստծուց ստացած պարգևին։ Հիսուս Քրիստոս իմ ձակին, Հիսուս Քրիստոս։ Դեմքը։ Տակա։ Գնային կոմը։ Գնա դու։ Նկալ եմ էտի։ Ու ձերները միշտ են։ Կարենչով զարմացած կողքին էր նայում, չի հասկանում ինչա կատարվում, ինչ են բոլորը գլխից հավաքվել, բայց իրականում լողանալ շատ է սիրում։ Հնարեկն է, տեսեք։ Ապա հերթով փոխանցում եմ մյուս տատիկին եւ այսպես շարունակ բոլոր բարեկամներով մասնակցում ենք երեխայի լողացմանը, օրհնում ենք, ուրախանում ենք եւ մաղթում ենք ամենալավն ու բարին։ Ամենահուզիչ պահը Նարեկը լողացնում է իր առաջնեկին, իր զավակին, իր կյանքի ամենամեծ երազանքին։ Աստված օրհնի, պապային երկար կյանք տա, որ տեսնի քո թողնիկներին։ Նարեկիս երազանքը կատարվեց, շատ հարցերի պատասխաններ իր տեղն ընկան, հատուցվեց Աստծով, ես շատ էի աղոթել հենց այս պահի համար։ Եվ վերջապես մոտեցավ պահը 40 բաժակ ջուր լցնելու արարողության։ Բոլոր բարեկամներով ամեն մեկը մի քանի բաժակ պետք է ջուր լցնի, որ ընդհանուր հաշիվը վերջում կանգնի 40։ Օրնի մեր Կարենի, մեծանա, Սիմոն ծերունի դառնա, ունենա շատ թորնիկներ, ծորնիկներ։
առողջ լինի, չարից հեռու լինի։ Այս երկու հաշվեք էլի։ Ես հաշվում եմ։ Հաշվեք, այս 3։ Նարեկս է ջուր լցնում իր զաքուկի վրա, ապա հերթը փոխանցելով Կարինգայի պապիկին։ Հերթը փոխանցվում է Կարինգայի, սիրով ջուրը լցնում է իր գանձ բալիկի իր առաջնեկի վրա։ Ապա հերթը փոխանցվում է Կարինգայի մայրիկին, այնուհետև հայրիկին, նաև հորական տատիկին։ Ապա վերջում 40, Աստված օրհնի։ Անուշանի քարտերը, անուշանի սիրուն տղա, ուկլաչոն, Աստված օրհնի մեր 40-ից դուրս եկած ձակի։ Նարեկս էլ դրսում տարվում է այս անջերին խորոված պատրաստելու համար, որպեսզի սեղան պատրաստեն։ Խորովածները զոնտիկով, ինքն է զոնտիկով, մի հատ նայեք, անջերը վրա է տվել։ Նա չես մրսում։ Իսկ իրականում խորովածը այնքան համեղ ու իդեալական էր ստացվել։ Դու դրի վերջն ես, էսի հատուկ ջուրը հատուկ համով խորոված առնելու։ Այ քեզի բան, կամ զոնտիկը պահեն։ Մի հատ նայեք այս սոսկայի վիճակի, ժողովուրդ ջան, մեռել ենք ծիծաղից։ Այն մեկը կորցրել ենք, հետո տեսանք դարակում էլի կա, որը նվեր էր ստացել, ոնց որ Չապաևի բեղերն լինի։ Ապա ընդամենը մի քանի օր առաջ, հələ այս չարաճճիներին նայեք։ Կարենչոյիս էլ հետերը վերցրել են, գնացել են, այս ամենը գաղտնի նկարել են, ինչ որ անակնկալ են պատրաստում, կազմակերպում, իհարկե տեսանյութերը հետո ինձ է հասել, ուր են գնում, մի հատ եկեք տեսնենք, այս ինչ են սարքում մեր գլխին։ Ավելի ճիշտ ընթացքում կտեսնեք հենց իմ գլխին։ Դու մի ասի, այս չարաճճիները անակնկալ են պատրաստում, գնում են տեխնիկայի խանութ, ընտրում են մի քանի շատ կարևոր տեխնիկաներ մեր տան համար։ Հիմա ամբողջը չասեմ, ընթացքում դիտելուց հետո ավելի հետաքրքիր եւ պարզ կլինի, կարճ ասած հետևեք, տեսեք թե ինչ են անում իրենք։ Կարենչոյից էլ հետները գրկած քնած ամբողջ խանութներով ման են տալիս։ Այստեղ էլ իրենց կանխիկ վճարած տեխնիկայի կտրոնները ընտրում են, վճարում են, ամբողջը պատրաստում են, օր են որոշում երբ պետք է բերեն, ու այս ամենը նախորդ նկարահանած, պատրաստած, որ մի քանի օր հետո իմ բլոգների համար փոխանցեն ինձ, որպեսզի դուք դիտեք ինչ հետաքրքիր տարբերակ են կազմակերպել։ Դե մի հատ նայեք, մեկ էլ մի քանի օր անց Կարինկան ասում է, որ ես գնամ դարպասները բացեմ, քանի որ Նարեկը ինչ որ մեքենայի մաս է ուղարկել։ Mesela doğru basi, ես խափրասեն որ ավտոյի մաս պետք է բերեն։ Մենք միջևին հավաքում եմ։ Ես հարաբերները կբացի, մի քիչ հետո էլ արդեն մեր տան կենցաղային տեխնիկաները կբերեն։ Այ ժողովուրդ ջան, ես էլ գնացել եմ տեսնեմ մեծ մեքենա կանգնած, այդ խեղճ տղեկին ասեմ, ինչ եք ուզում, ինչ եք եկել մեր տուն, ինչ կա, ինչ ա եղել, ում եք ուզում, դու մի ասա, իրենք էլ գիտեն ու ծիծաղում էին ինձ վրա։ Այստեղ ինձ են փոխանցում էլեկտրական մսաղած, հետո ինչ որ շատ մեծ արկղ տեղափոխում են Աննա Սալյակի վրա, դե այն գլդորի չէ, էլի, չգիտեմ ինչ են ասում դրան, որպեսզի այդ մեծ արկղը տուն փոխանցեն, հիմա տեսնենք հասկանանք, այս ինչ կա մեջը, ինչա կատարվում։ Հաջիշտ է, բայց դուք չեք տեսե ինչ ձև է։ Կարենչոս էլ զարմացած նայում, հլա մի հատ նայեք աչուկների։ Կարենչոն նայում է զարմացած չնդրում։ Ընկերներ ջան, սերի հետևորդներ, շատ տարօրինակ, այն կարելի ասել հումորային մի փոքր զարմացած, մի փոքր ջղայնացած չհասկացա ինչ կատարվեց, անակնկալ, որովհետև իրոք չգիտեի ինչ է կատարվում, մի հատ էս շուրջ բոլորս նայեք, այստեղ մի փոքր երևում է։ Պարզ արդեն հասկանալի է գազի տարբերակը, արկղը, այստեղ ինչ որ էլի sense լիքը ուշ սիրուն բաներ կան, այսպես ցույց տամ։
միջև մոտենանք, կհասկանանք ինչա, ես դերևս չգիտեմ ինչա ու ինչա կատարվում։ Անակնկալ Կարինկայի եւ Նարեկի կողմից։ Իհարկե նաեւ Կարինչոյի կողմից։ Ինչ են արել։ Նմանատիպ անակնկալ, չգիտեմ, երևի նկատեցիք, այդտեղ Կարինկան խափում ասում է Նարեկն ասա մի հատ դուռը բացի, ինչ որ մեքենայի մաս են բերում, չգիտեմ, ինչ քնից հանում են։ Դու մի ասա, տեսեք ինչ են կազմակերպել։ Ես ճիշտ ասած զգում եմ, էլի, ես քանի օր ինչ որ բան են փթփթում, մտմտում, կարելի ասել գնում են, գալիս են ինչ են նայում, տարօրինակ կասկած անձեր ունեն, թե ինչ էին կազմակերպում, մեկ էլ անակնկալ իրոք։ Գնացել եմ մեքենայի վարորդին ասում եմ, ինչ ես ուզում, քեզ եկել մեր հայաթը, այսինքն տեխնիկան վերողի, իրականում տեսեք ինչ են պատվիրել։ Բացարձակ մտքովս չէր անցնի, տան համար շատ հետաքրքիր տեխնիկաներ, դեռևս այստեղ կան տարբերակները ցույց կտամ։ Անակնկալ բերում են, ասում են կարեք ունի քեզ համար նվեր ու ինչ այս հրաշք գազօջախը, այստեղ մսահած, հələ չգիտեմ, ես իրավիճ ինչպես կասկածում եմ չնայած, իրանք ամեն ինչի ընդունակ են լավ իմաստով։ Հələ եկեք նայեք, տեսնենք ինչ անակնկալ են արել, այնքան են ծիծաղացել, իրոք ճիշտ ասած շատ զարմացած եմ, ես բան չէի պատկերացնի։ Եկեք միասին նայենք։ Նվեր, անակնկալ շատ շնորհակալ եմ, զարմացած եմ, դեռևս շոկի մեջ եմ։ Հələ որ իրոք չգիտեմ, ինձ զգացողություն կա։ Եկեք նայենք։ Նայեք ինչ հետաքրքիր է, այդ հրաշք անակնկալը, սա մի փոքր մոտիկից էլ ցույց կտամ։ Գազօջախը, այստեղ 3 տարբերակով գազի համար նախատեսված, մեկը էլեկտրական, բազա սա շատ պարտադիր է, սա պետք է որ լինի, այստեղ հնարավորությունները շատ, այս պայդրությամբ այնքան չեմ հասկանում, թեկուզ ընդհանուր ամենը պարզ հասկանալի է, առանձին բլոկ տարբերակով մանրամասը կնկարեն, որը ինչա, ինչի համար, ինչպես է օգտագործվում։ Մի հատ ես կծանոթանամ, կնկարեն, կտեսնեք, տեսեք ինչ հետաքրքիր, դե իհարկե Կարինկան եւ Նարեկը իրենց ճաշակով նախասիրությամբ խոհանոցի գույներին այնքան չի համապատասխանում, բայց նեյտրալ է, բնականաբար շատ գեղեցիկ է լինելու իրենց ճաշակով, ինչ որ սևը էլի մոխրագույնի է, հետարքի տարբերակ են ընտրել, ախր իրոք շատ լավ, նա խոսքեր չկան, ես էլ որ զարմացած եմ, իրոք չեմ հավատում, ինչ մոմենտ է, այս ինչա կատարվում, զարմացած եմ, եւ հաջորդ ամենակարևորը էլեկտրական մսահաց, ինձ համար շատ կարևոր, իրոք մեր խոհանոցին դա պետք է, ունենք sense ձեռքի տարբերակը, շատ հետարքի, շատ տարբերակ հիմա ցույց տամ։ Այստեղ էլ էլեկտրական մսահացն է, եկեք մոտեցնենք, որ լույսը ավելի պարզ լինի։ Նայեք, էլեկտրական մսահացն է, իր հնարավորություններով մի քանի կտորներով, դեռևս ինձ համար անծանոթ, այստեղ իր տարբերակներն են, կտորներ են, այնտեղ փաստաթղթեր, այստեղ մեծ արկղեր, չգիտեմ ինչ վիճակ, այս ամենը ինչ տեսա, բայց հետո լիարժեք կնկարենք խոհանոցում տեղադրելու ժամանակ, տեղադրելուց հետո գործադրելուց կբացատրենք, որ ինչ է, այսպիսի հետարքի տարօրինակ անակնկալ այսօր որ ասում են առավոտ շուտ, չնայած չէ կեսօրին հոգնած գործից եկել էի, քունս փախել այս քունս չի տանում արդեն։ Դե ինչ հլավոր այսքանը, եկեք անցնենք առաջ, սպասենք, տեսնենք, էլ ինչ անակնկալ է սպասում, ես արդեն իրենից վախենում եմ, ճիշտն ասած։ Ընտիր է, չէ։ Հա, մոռացա ասեի, դուք այս ֆորմատը շատ եք սիրում, չէ, արագ մի հատ էլ ցույց տամ ինչ պատվերներ են եկել մեզ, այս խառպային մի հատ էլ այլ պատվեր։ Իհարկե Կարինկանն էլ կատարել պատվերները, բերեք տեսնենք ինչ ենք ստացել, ինչ պատվերներ եկել, արագ էլ ցույց տամ, ինչպես դուք ասում եք unboxing։ Այստեղ ցենց շատ սիրուն գուշ բաներ։ Պայուսակ, Կարինկան անչափ շատ է սիրում պայուսակ, եթե լինի 100 եւ ավելի մինչեւ անգամ 1000, ինքը չի հոգին, տարբեր տեսականի, տարբեր ձևերով, դիզայնով, պատկերներով, միայն Կարինկայի մոտ մշտապես այսպես փուջուրի, փոքրիկ հետարքի պայուսակներ են, ինքը դա է նախընտրում, բայց համար ֆորտման է, այսինքն ես դերսնեմ, հեռախոս դնեմ մեջը եւ վերջ, ինձ մոտ շատ մեծ պարկեր են, ինչպես նկատեցիք, սիրում եմ սպորտային ոճի, իսկ Կարինկայի ոճը տեսեք, բայց իրոք շատ հետարքի, շատ սիրում, այո, սա նախատեսելի է, ուղղակի ես մի քանի գումար դնես իրա մեջ, մի հատ հեռախոս ու գնաց, բայց չէ, ես չեմ կարող այդքան քիչ բան վերցնեմ իմ պայուսակում գնամ, իմ պայուսակի մեջ ինչ ասես կարող ուզում իմանալ։ Շատ գեղեցիկ, տեսեք, ջինսային պրինտով, ոճով, բայց ինքը կաշվից է։ Հաջորդի Կարինկան ինձ համար պատվիրել է այս վերնաշապիկը, որ ինձ շատ դուր եկավ։ Ինչ որ շագանակագույն, բեժ, անհասկանալի է, ու մոտ գույներն են, այս տարբերակով սպորտային ոճի, շատ գեղեցիկ քսազի կկրեմ կանթում կտեսնեն։ Իր համար հեռախոսի պատյան Կարինկան, որը համապատասխանացրել է այս ծաղկավոր տարբերակը շորի հետ, շորի կա պատվիրել նույնպես։ Նույն տարբերակով Կարինկան նաև շատ ասիրում, շատ հեռախոսի պատյաններ ունենա, ամեն շորի հետ փոխի տեղադրի, միասին համապատասխանացնի։ Եկեք շորիկներ նայենք, այնտեղ երևի թե կարման ձևափոխման աշխատանքներ կարող է լինել, կտեսնենք։ Քանի որ առիթի հետ կապված, նախատեսված, կարևոր առիթ ունեն, որ պետք է դուր գնա։ Այստեղ այսպիսի հետարքի ամառային, կապույտ ծաղիկներով սպիտակ ֆոնի վրա գեղեցիկ զգեստ,
ընթացիկ կտեսնենք կհաղթնի ինչ-որ բան կանենք թե ոչ, այսպես ասենք շնորհավոր։ Այստեղ նաև ականջողները, այս հագուստին եւ պայծանի համապատասխան հեռախոսի, հələ մի օր կտեսնենք ոնց են բացում նոր։ Էլի ոճին շատ մոտիկ, շատ նման, տեսեք ինչ համապատասխան է, ծաղիկների տարբերակով, կապույտը սպիտակով, շատ համապատասխան ոճ է ընտրել, դասավորություն։ Երկուսը միասին։ Ինձ որ շատ դուր եկավ։ Հա։ Ինչպես ասում են կրոքսների վրա քստիկներ են, ինչ են այդ ռեզինից, այդ պլաստմասի քստիկների վրա ինչ որ մուլտիկներ են կպցնում, ինչ որ բաներ են անում, այս տարբերակից է պատվիրել շատ։ Եկեք գաղտնի թակում գնանք հենց այդ գործով զբաղված կարիք կան, ինչ որ կպցնում է իր այդ կրոքսների, քստիկների, չգիտեմ, հողաթափերի իր վրա գնանք տեսնենք ինչպես անում։ Գնացինք։ Այստեղ կարին կան, զբաղված է այդ հետարքիր, չգիտեմ, կրոքսներ, զիզիկ-վիզիկներ, ինչերը ամրացնում իր վրա, թիթիզ բաներ, ինչ որ սիրուն է, բավականին շատ։ Տեսեք, պատվիրել է եւ հիմա ամրացնում է այսպես խաղալիքներ։ Հետո կարենչոն կարա մատիկով խաղալ խաղալիքների հետ։ Սա նույնպես պատվերի մեջ էր։ Կրկին հաջորդ օրը անակնկալներն ու գլխի սարքոցին շարունակվում է։ Էլի զարմացած եմ, էլի իրոք չէի սպասի հաջորդ, էլի մի նոր տեխնիկա, էլի անհասկանալի անծանոթ մեքենաներ մեր բակում։ Նույն զարմանքը ու խոսքերս կրկին ասում եմ այս տղաներին, ասում եմ ախպեր ջան, ում եք ուզում, խի եք եկել, ինչ եք ուզում, ում եք ման գալիս եւ իրենք նույնպես ծիծաղում էին։ Ինչ են բերել մեր տուն, ես մարդիկ եկեք կանգնում են, ասում են խեք եկե մեր տուն, ինչ կա։ Ես ինչ եք բերել։ Կարինկա, դու տպոզ ես պետել։ Իսկ շարունակությունը հաջորդիվ, թե ինչ կար իր մեջ, մի փոքր էլ սպասեք հաջորդ վլոգը էլ ավելի հետաքրքիր լինելու։ Սիրելի հետևորդներ ջան, ես գործից գրեթե ուշանում եմ, արագացնեմ, անցնեմ իմ աշխատանքին, եւ ինչպես միշտ ասում եմ վերջում, կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգին։